Տեսնենք։ Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Գյումրիում մեր քաղաքը դաշինքի տեխնացու Մարտուն Գրիգորյանը վերջապես խախտել է օրեր շարունակ ցուցաբերած խորհրդավոր լռությունը եւ հայտարարել, որ Գյումրու նախկին քաղաքապետ բազմաթիվ քրեական գործերով անցնող Վարդան Ղուկասյանին կտա անհրաժեշտ քանակությամբ քվե, որպեսզի նա դառնա հանրապետության երկրորդ քաղաքի կառավարիչը։ Գրիգորյանը իր հայտարարության մեջ ընդգծել է, թե սա քաղաքական անցած ճանապարհի բարդագույն ու ծանր որոշում է եղել, որի մասին շատ երկար եմ մտածել ու մեծ դժվարությամբ եկել դրան։ Գրիգորյանը թեև որոշել է ձայները տալ Ղուկասյանին, սակայն խայթել է նրան, ասելով, որ նա ամենախոցելի տեխնացուն է, պայմանավորված քրեական գործերով, միաժամանակ մտահոգություն հայտնելով, թե հնարավոր է Գյումրին գնա Վանաձորի ճանապարհով։ Վերջինս նաև տրտնջացել է, թե Ռուբեն Մխիթարյանն ու Կարեն Սիմոնյանը անհասկանալի շտապողականությամբ են հայտարարել իրենց քայլերի եւ տվյալ տեխնացուին սատարելու մասին, փակելով այլընտրանք գտնելու էջը։ Մեր քաղաքը դաշինքի տեխնացուն նաև հայտնել է, որ Վարդան Ղուկասյանից պաշտոնի ակնկալիք չունի, միաժամանակ շեշտելով, որ որևէ պատասխանատվություն չի կիսելու։ Անդրադառնալով Մարտուն Գրիգորյանի որոշմանը, քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության փոխնախագահ ազգային ժողովի պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարել է, որ Գյումրիում տառացիորեն կատարվեց այն, ինչի մասին զգուշացնում էին Ռուբեն Մխիթարյանը, Կարեն Սիմոնյանը եւ իհարկե Մարտուն Գրիգորյանը մարդկանց խաբելով ձայներ հավաքեցին եւ դրանք տվին Վարդան Ղուկասյանին։ Սա այն դեպքում, երբ Մարտուն Գրիգորյանը առանց ամաչելու կանգնում ու այս սցենարը նկարագրողների ստախոսության համար էր մեղադրում։ Իրեն էլ ներկայացնում որպես քաղաքը Վարդան Ղուկասյան ՔՊ տանդեմից պաշտպանող մի սամուրայ։ Ինչևէ, արձանագրենք, չկա Սերժ Քոչարյան հակամարտություն, կա մեկ ընդհանուր Սերժ Քոչարյան։ Լավագույնը, ինչ կարող է Հայաստանին առաջարկել Սերժ Քոչարյանը, Վարդան Ղուկասյանն է։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ նկատել է, որ Գյումրիում Սերժ Սարգսյանի եւ Քոչարյանի դուստր տեխնացուներ Ռուբեն Մխիթարյանը, Կարեն Սիմոնյանը եւ իհարկե Մարտուն Գրիգորյանը վերահաստատեցին, որ խաբեբային եւ քցող, հաստատելով քաղաքացիական պայմանագիր կուսակցության պնդումը առայն, որ այս մարդիկ փորձում են խաբեությամբ քվեներ գողանալ։ Թասիբով գյումրեցին պետք է գնահատական տա քրեական գործերը շալակած Վարդանիկին, խաբեությամբ քաղաքապետ դարձնողներին, իսկ մենք տենենք մեզ տված շուրջ 17000 քվեներին ու շարունակելու ենք աշխատել հանուն Գյումրու զարգացման, գրել է Հովհաննիսյանը։ Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանն էլ ընդգծել է, որ Գյումրու ճակատագիրն այս մարդկանց ի բնե հետաքրքիր չի եղել։ Վերջիններս իշխանազավթում էին տենջում եւ տերերի ցուցման պատրաստ եղան Գյումրին դնել զոհասեղանի։ Եվ Գյումրու եւ գյումրեցիների համար ենք պատասխանատու։ Ու Աստված չանի, մեկի գլխից մազ ընկնի։ Իդեպ բոլոր այն պնդումները, թե այս որոշումից ի վեր քաղաքական պատասխանատվություն չեն կրելու, դատարկաբանություն է, շեշտել է Բաղդասարյանը։ Նա նկատել է, որ այլընտրանք կար գնալ նոր ընտրությունների, բայց չէ որ մարդիկ հենց այսօր են անցնում ընտրակաշարքի գործերով եւ բնական է նոր ընտրությունների պարագայում հավաքած ձայների կեսն էլ չէին ունենա եւ ուրեմն կեցե քաղաքական առուծախը, որը նոր երևույթ չէ։ Հարցն այն է ծախողի թե ծախվողի դերում են։ Ինչևէ, ոմանց թասիբի եւ արժանապատվության մասին պատկերացումներս ամբողջացան, սպասելի էր, եզրափակել է նա։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն էլ հույս է հայտնել, որ գյումրեցուն խափող ձայն գողացող շինծու տեխնացուները գիտակցում են, որ մեկանգամյա օգտագործման էին։ Հաջորդ անգամ թասիբ նամուս խաղալով չի հաջողվի մարդկանց խափել ու ձայն գողանալ։ Գյումրին վառ օրինակ է բոլորի համար, իսկ Սերժ Քոչարյան հակամարտությունը զուտ թոզ էր մարդկանց աչքին փչելու համար, ինչպես թոզ էր Մարտունի թասիբ նամուսն ու խոսքը, նկատել է նա։